Հարգելիները սեփական այգուց քաղած թփով տոլման ոնց կարա լավը չլինի։ Եկեք այսօր պատրաստենք տնավարի թփով տոլման։ Խաղողի տերևների պոչիկները ես սիրում եմ նախապես կտրեմ, լվանամ, հետո նոր խաշեմ։ Հարգելիներս, ասեմ, որ այդ ընթացքում մենք բավականին ժամանակ ենք խնայում և շատ հեշտությամբ ենք փաթաթում մեր տոլմաները։ Հարգելիներս, ես նախընտրում եմ, որ տոլմայի մսային ֆարշի մեջ առկա լինեն կանաչիների բոլոր տեսականիները, իսկ չորացրած կանաչիներից միայն նախընտրում եմ իմ մսային ֆարշի մեջ լինի ցիտրոնը։ Հարգելիներս, այս փուլում ես նախընտրում եմ իմ թփով տոլման այսպես կուտեղի մեջ հավաքեմ, հետո իսկ ավելացնեմ արդեն կաթսայի մեջ։ Նաև ուզում եմ կիսվեմ ձեզ հետ մի լայֆհակով, շատերը նախընտրում են թփով տոլման սառացնել, ես էլ ձեզ ուզում եմ առաջարկեմ իմ տարբերակը։ Վերցնում եք ձեր կաթսան, որի մեջ դուք պիտի հետագայում եփեք ձեր տոլման, այսպիսի սննդային թաղանթ եք տեղադրում և սկսում եք ձեր տոլմաները հավաքեք տվյալ կաթսայի մեջ։ Եվ այսպես ամբողջովին դուք դասավորում եք ձեր նախապես հավաքած տոլմաները և երբ որ արդեն վերջանում եք, ցելոֆանով նորից իրան լավ փակում եք և դնում եք սառցախցիկը, որ լավ սառի, երբ որ արդեն ինքը լավ սառած է, ամբողջովին այս ցելոֆանով դուք կարողանում եք հանել, իսկ պղինձը արդեն հետագայում կարող եք կրկին օգտագործել։ Իսկ երբ որ արդեն պետք է լինում տոլման պատրաստեք, դուք արդեն սառած այդ զանգվածը տեղավորում եք տվյալ կաթսայի մեջ, քանի որ ինքը նույն կաթսայի արդեն ձևը ընդունած սառել է, թողում եք մի փոքր հետ է գալիս և եփում եք։ Շատ հեշտ տարբերակ է, ասեմ։ Այսպես սառացնելը, իսկ երբ որ արդեն պիտի ձեր տոլման պատրաստեք, բնականաբար դուք հեռացնում եք այս ցելոֆանե թաղանթը և եփում եք ձեր տոլման։ Մի փոքր ուզեցա ձեր հետ կիսվել, թե ես ոնց եմ անում, իմ գործը ոնց եմ հեշտացնում։ Հարգելիներս, մեր կաթսայի տակը ես թարմ կաղամբ եմ մի փոքր ավելացրել, կավելացնեմ նաև սև սալորաչիր, արտակարգ համ է փոխանցում տոլմային և կսկսեմ արդեն լցոնելը։ Հարգելիներս, եթե ձեռքիս տակ նաև ունենում եմ սերկևիլ, սիրում եմ մի քանի դիլին սերկևիլ ավելացնեմ մեր տոլմային, հավելեմ, որ արտակարգ համեղ է ստացվում սերկևիլով տոլման։
Հարգելիներս, ավելացրեցի ջրի մեջ բացած տոմատի մածուկը, ավելացրեցի կարագ, բերանը կփակեմ և արդեն կարող ենք եփել։ Հարգելիներս, մեր տոլման արդեն պատրաստ է, ասեմ խոսքերը ավելնորդ են նկարագրելու համը, հոտը, դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։